Բարև ձեզ, այսօրվա մեջ հյուրը Գինեգոր Սիլվա Աթոյանը, խոսենք շատ հետաքրքիր թեմաներից, միկրովինիֆիկացիայից եւ հայկական խաղողի սորտերից, էնդեմիկ խաղողի սորտերի մասին է խոսքը։ Սիլվա ջան, ողջույն։ Ողջույն Սոս, շնորհակալ եմ հրավերի համար։ Քեզ եմ շնորհակալ, որ չմերժեցիր։ Ուզեմ խոսենք մեր էնդեմիկ խաղողի սորտերից, քանի սորտ ունենք, գինեգործական սորտերի մասին է հիմնականում, ինչի համար ենք շատ քիչ տոկոս օգտագործում մեր խաղողի սորտերի ու ոնց ես տեսնում ապագան։ Հայաստանը հարուստ է էնդեմիկ, ինչպես նշեցիր, կամ տեղածին խաղողի սորտերով, կա հսկայական կենսաբազմազանություն, քանի որ Հայաստանը մեր տարածաշրջանում վերջին հետազոտությունները արդեն ցույց տվեցին, որ մենք ունենք տնայնացված խաղողագործության 11000 տարվա պատմություն։ Ուստի նորմալ է, որ ունենք նաև սորտերի հսկայական կենսաբազմազանություն։ Նախ կուզեմ անդրադառնալ հենց սորտ բառին, որովհետև վստահաբար հանդիսատեսի մոտ հարց կառաջանա, ինչի սորտ, այլ ոչ թե տեսակ։ Եկեք մեկ ընդմիշտ բարձրաբանենք այս հարցը, որովհետև հաճախ եմ լսում այդ թեմայով հարց, ուրեմն կա խաղողի տեսակ հասկացությունը, որը վերաբերվում է սորտերի խմբին, հա, օրինակ Vitis vinifera, որը գինեմետ խաղողի սորտերի ամբողջությունն է, եւ այս տեսակի Vitis vinifera տեսակի տակ արդեն կան հազարավոր խաղողի սորտեր, այո, եւ այսինքն արենին, ոսկեհատը, խնդողնին, կանգունը եւ այլն, դրանք բոլորը սորտեր են, որոնք պատկանում են Vitis vinifera տեսակին։ Այդպես, խաղողի սորտերից կարևոր է նաև առանձնացնել, թե որոնք են քո նշած էնդեմիկները կամ տեղածինները եւ որոնք են սելեկցիոնները, հա, որովհետեւ Հայաստանում մենք ունենք նաև հսկայական, հա, բազմազանություն, այո, սելեկցիոն սորտերի եւ տեղածինները դրանք բնական ընտրության արդյունքում առաջացած եւ տվյալ տարածքում, տվյալ տեղանքում հարյուրամյակներով արդեն աճող սորտերն են, իսկ սելեկցիոնները արդեն գիտնականների կողմից խաչասերված, այո, հա, սելեկցիայի արդյունքում առաջացած խաղողի սորտերն են։ Ուրեմն Հայաստանում կան 400 եւ ավելի խաղողի սորտեր եւ էնդեմիկ սորտերի մասին է խոսքը, թե 400 էնդեմիկ խաղողի սորտեր ունենք։ Այո, բայց այդ սորտերի մեծամասնությունը այսօր ոչնչացման եզրին է եւ 2016 թվականին ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերից մեկը հենց ուղղված էր հայկական խաղողի սորտերի կենսաբազմազանության պահպանության եւ բազմացման գործառույթին եւ 2016 թվականին գիտնականների, հա, կենսաբանների, խաղողագործների, գենետիկների խումբ ուղևորվեց Հայաստանի ամենակարևոր խաղողագործական տարածաշրջաններ եւ այնտեղից վերցվեցին տարբեր սորտերից նմուշներ, որոնք այդ նմուշները ուղարկվեցին Գերմանիա, գենետիկական անալիզների ենթարկվեցին եւ Էջմիածնում հիմնվեց խաղողի ազգային կոլեկցիան, հայկական սորտերի ազգային կոլեկցիան։ Այքի, այո, որ պատկերացնեք, մոտավոր 2 հեկտար տարածքի վրա տնկված են շուրջ 300 տարբեր սորտեր, որոնց կազմում բնականաբար կան եւ սեղանի սորտեր, այսինքն ուտելու խաղող, եւ տեխնիկական սորտեր, գինեմետ եւ կոնյակի համար նախատեսված սորտեր։ Ինչպես նաեւ, ինչպես նշեցինք, հա, թե սելեկցիոնները եւ թե տեղածինները, էնդեմիկները։ Այս շատ կարևոր գործ էր, որ իրականացվեց եւ հիմա այդ այգին գտնվում է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության խնամքի ներքո, նրանք իրականացնում են ամբողջ այդ պահպանությունը եւ տարբեր ծրագրեր են իրականացնում այգու հետ կապված
Եվ ինչի է դա կարևոր, որովհետև ինչպես նշեցի, շատ սորտեր նախ հետազոտված չէին եւ երկրորդն էլ նրանք ոչնչացման եզրին են կանգնած։ Այդ նմուշառումները, որ արվել են, պատկերացրու, որ ոչ միայն տարբեր տարածաշրջանների մշակովի այգիներից են վերցվել նմուշները, այլև հանդիպել են ուղակի հատուկենտ, այսպես լքված ամայի տարածքներում, Ինչ-որ մեկի բակից, այո, ինչ-որ մեկի բակից, նույնիսկ սորտեր կան, որ անունները պարզաբանված չեն, այսինքն անալիզը ցույց է տալիս, որ դա օրինակ հայկական տեղածին, գինեմեծ սորտ է, բայց անունը ոչ ոք չգիտի, որովհետև ինչ որ մի տեղից կիսավայրիացած արդեն անմշակ այդպես լքված վազ են գտել։ Այստեղ հարց է առաջանում, կներես, այսինքն այդ շուրջ 300-400 խաղողի սորտերի, կասես շատ չնչին տոկոսն է ուսումնասիրված որպես գինեգործական պոտենցիալը, սեղանի սորտը թե գինեգործականը կապ չունի, շատ քիչ է ուսումնասիրված իրանց պոտենցիալը, նույնիսկ խաղողներ կան, որ մենք գաղափար չունենք, որ այդպես խաղող ունենք, ու այստեղ հարցը առաջանում, եթե ես սկզբնակ գինի արտադրող եմ, որտեղ վերջին տարիներում շատանում են գինի արտադրողները, հետեւաբար նոր այգիներ են հիմնվում, ես կարող եմ մոտենալ կոլեկցիոն այգի կամ դիմել պետությանը եւ ստանալ ինչ-որ ինֆորմացիա մեր ունեցած տեխնիկական խաղողի սորտերի մասին։ Բայց ես այստեղ բաց եմ տեսնում, շատ քիչ է ուսումնասիրված իրենց պոտենցիալը, այսինքն ես չգիտեմ, այս խաղողի սորտը, որը որ 1-2 տեղը հանդիպե, հիմա այգում է գտնվում, իրանից լավ գինի ստացվում է, թե չէ։ Ես ինֆորմացիա չունեմ, պետությունն էլ չունի։ Ինֆորմացիա ունենալու համար ինչ է պետք։ Միկրովինիֆիկացիա։ Հարցը շատ տեղին է, այո, շատ քիչ տոկոսն է այդ սորտերից, որոնք կոմերցիալիզացված են, ուսումնասիրված են, հա, մենք շուկայում որ նայում ենք մեր պահարաններին ինչ ունենք առկա, կարմիրներից եթե խոսում ենք արենին է, հաղթանակը, խնդողնին, սպիտակներից ոսկեհատը, տեղածիններից, հա, սելեկցիոններից կանգունը եւ այո, այդ հարցը ծառանում է արդեն, թե ինչպես դիվերսիֆիկացնել արտադրանքը, հա, շուկայում, այսինքն ինչպես բազմազանացնել պրոդուկտները եւ միկրովինիֆիկացիան դա շատ լավ գործիք է, որպեսզի պարզես ներուժը, այսինքն եթե սորտը ընդհանրապես չես ճանաչում, բայց անալիզը կա եւ ապացույց ունես, որ դա գինեմեծ սորտ է, այսինքն միգուցե եւ նախնիները մեր, հա, օգտագործել են դա գինեգործության մեջ, բայց ոչինչ չի պահպանվել եւ բնականաբար ոչ մի գրանցված, հա, գրառումներ չկան, վերցնում ես ուղակի, ինչպես ասեցիր, մոտենում ես այգի եւ կոնկրետ ես, հա, իմ փորձը նկարագրեմ, դիմել եմ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին, որի խնամքի տակ է հիմա գտնվում այգին, հա, եւ խնդրել եմ, որ ինձ տրամադրեն այդ այգուց ստացված բերքը, որպեսզի ես ուսումնասիրեմ։ 2 տարի առաջ էր ու կարծես հենց այդ օրն էլ ես ու դու ծանոթացել ենք, որ հիմնադրամը կազմակերպել էր բերքի ցուցահանդեսը, հա, եւ ներկայացված էին այդ այգուց ստացված խաղողները եւ ես մոտեցա ու հերթով համտեսեցի բոլոր պտուղները եւ ինձ համար առանձնացրեցի 4 հետաքրքիր սորտ, 2 սպիտակ եւ 2 կարմիր, որից եւ արդեն որոշեցի, որ հենց այդ են սորտերը, որոնք ինձ հետաքրքիր են եւ ես կուզեմ հետազոտել ու բացահայտել իրենց պոտենցիալը, ուրեմն սպիտակներից վերցրել էի սպիտակ արենի եւ ճիլար, կարմիրներից կարճ մատ եւ մի անանուն սևապտուղ սորտ, որը այդ իմ նշած տենց կիսավայրիացած մինուջար այդպես մի վազ է եղել, ես հետո ճշտեցի Կրիստինայից Մարգարյան, ով հետազոտություններով զբաղվել է, եւ Կրիստինան ասաց, որ այդ սորտը գտել են Սյունիքում ինչ որ մի ձորում այդպես միայնակ լքված վիճակում եւ ես շատ շնորհակալ եմ, որ չեն անտեսվել, այսինքն այդ նմուշների կողքով չեն անցել եւ միայն հենց ֆերմերների
մշակովի այգիներից նմուշարումը չի արվել, այլ հենց այդպես տենց լքվածներից եւս եւ պարզվել է, որ դա լրիվ ազատ անկախ սորտ է եւ հետագայում միգուցե կտրվի իրեն անուն, բայց այժմ ինքը ուղակի ունի իր կոդը, հերթական համարը, բայց գինեմետ սևապտուղ սորտ է։ Նշեցիր 4 սորտի հետ աշխատել ես ու արդյունքները ոնց էր։ Զարմացրեց քեզ ինչ-որ մի բանով, թե ուղղակի հերթական սովորական ինչ-որ այնպես գինի ստացվեց։ Իհարկե մի տարվա փորձը շատ քիչ է դա հասկանալու համար, բայց առաջին տպավորությունը ոնց էր։ Այո, բնականաբար 2023-ին առաջին փորձն եմ իրականացրել, հետո կրկնել եմ փորձը 2024 թվականին։ Նույն սորտերը եւ նույն այգուց, բնական է, որ նույն արդյունքը չէր կարող ստացվել մանավանդ այդքան փոքր քանակների դեպքում եւ եղանակային մեծ տատանումների պայմաններում, որովհետեւ գիտենք, 2024-ը հենց այդ հասունացման սեզոնը համընկավ շատ տեղումների հետ եւ մի փոքր պրոֆիլային, տարբեր ստացվեցին։ 2023-ի, այսինքն առաջին փորձս, սպիտակները արել եմ կլասիկ սպիտակ տեխնոլոգիայով, ոչ մի, այսինքն ես նպատակ չունեի ինչ-որ շատ ուժեղ մանիպուլյացիաների ենթարկեի խաղողը, մաքսիմալ փորձում էի հասկանալ հենց սորտի առանձնահատկությունը։ Կարմիրն էլ կլասիկ կարմիրի տեխնոլոգիայով, բնականաբար այդ փոքր եղել է այդ այգում եւ գիտենք, որ յուրաքանչյուր սորտից, այսինքն այդ փոքր տարածքում զետեղված են 300 սորտեր, յուրաքանչյուրը ներկայացված է մոտավորապես 5-6 վազով եւ այդ վազերից ստացվող բերքը միջինում 50 կիլոգրամ, նույնիսկ տարիներ կան, որ ավելի քիչ է ստացվում բերքը։ 2024 թվականին խնդիր էր, որովհետեւ սակավ եղավ, որովհետև այդ եղանակային պայմաններում գլուխ բարձրացրեցին նաև սնկային հիվանդությունները եւ բերքը փչանում էր շատ արագ, այդպես եւ 2023-ի արդյունքները ամփոփեցի 24-ի ապրիլին եւ հավաքեցի գինեգործների եւ ոլորտի մասնագետների խումբ, ում ներկայացրեցի գինիները, արդեն որպիսի օրգանոլեպտիկ գնահատական ստանա, բացի նրանից, որ նաև լաբորատորիայում մանրամասն քիմիական անալիզներ էի արել եւ շատ հետաքրքիր էր, որովհետև ուրեմն համտեսի թերթիկները հատուկ կազմել էի այնպես, որպեսզի ստանամ որակական նկարագրիչները յուրաքանչյուր սորտի համար եւ այսպես ասած դուրս բերեմ բույրերի անիվ կոչվածը, հասկանամ, այսինքն այս սորտի համար որ բույրերն են ավելի գերակշռում։ Սպիտակ արենին, որը որ նաև շատ հայտնի է Վայոց-Ձորի տարածաշրջանում, ծագումով են տեղից ի դեպ, եւ այնտեղ ֆերմերների, խոսակցական լեզվով հայտնի է որպես քրդի խաղող։ Կամ քրդի ճակատ են, կամ քրդի ճակատ, ես լսել եմ, քրդի խաղող, քրդի պարզապես քրդի ճակատ կամ սպիտակ արենի, եւ հետաքրքիր է, որ ոնց է այդ աշխատում, այսինքն այդ խաղողագործը այգին ժառանգել է միգուցե իր պապիկից եւ հիշում է, որ իր պապիկը այդ այգում այս հատվածում աճող սպիտակ խաղողը անվանել է քրդի եւ այդպես իր մոտ տպավորվել է, սերնդեսերունդ փոխանցվել է, բայց նաեւ տարբեր, տեղերում, տարբեր գյուղերում միտեղ սպիտակ արենի կհանդիպես, միտեղ քրդի եւ դա էր, որ հենց ահագին շփոթմունք առաջացրեց հենց այս սորտի հետ կապված, չնայած այդպիսի օրինակները, հոմանիշների օգտագործման այդ օրինակները բազմաթիվ են եւ Կրիստինան անալիզները անելու արդյունքում պարզեց, որ այդ քրդին եւ սպիտակ արենին մեկը մեկին նույն սորտն է եւ շատ հետաքրքիր արդյունք ստացա միկրովինիֆիկացիայի արդյունքում, չնայած շուկայում կային արդեն որոշ
գինիներ, որոնք Սպիտակարենից կուպաժի էին, մեջ այո օգտագործվել է սպիտակարենի, բայց մակրասորտ մոնոսեպաժ գինի չկար եւ հետաքրքիր էր իրան առանձին ուսումնասիրել եւ այդ բան որակական, հա, օրգանոլեպտիկ անալիզը ցույց տվեց, որ համենայն դեպս 23 տարեթվի բերքահավաքի սպիտակարենին ուներ շատ վառ արտահայտված հասուն, հա, դեղին տրոպիկական մրգերի, բույրեր Բերանում ուներ կշիռ, հա, մի քիչ այդպես մարմնեղություն ուներ, լավ երկար թթվայնություն, բավականին մեծ պոտենցիալով, հա, սպիտակ գինեգործության համար լավ մեծ պոտենցիալով սորտ էր։ Ի հակադրություն դրան, չնայած չի կարելի սորտերը իրար հետ համեմատել, ոնց որ շատ կոպիտ, ոնց որ տանձը խնձորի հետ չես համեմատի, բայց ամեն դեպքում հետաքրքիր էր իրար կողք կողքի, հա, նույն հավաքած խաղողները տեսնել թե ինչքան առանձնահատուկ է յուրաքանչյուր սորտը եւ ճիլարը հակառակ ուներ շատ ավելի թեթև, ավելի այսպիսի նուրբ մարմին, ուներ վառ արտահայտված ցիտրուսային մրգերի բույրեր, մի քիչ խոտաբույսեր, այսպիսի պրոֆիլ ուներ, այո։ Արմավիրում աճեցրած ճիլարը։ Արմավիրում աճեցրած, այո։ Իդեպ 2024 թվականին առիթ եմ ունեցել աշխատել նաև Վայոց ձորում աճեցրած ճիլարի հետ, որը հիմնականում, այսինքն արտակնապես բավականին նման է, հա, այսինքն իր մորֆոլոգիական հատկանիշները նույնն են, բայց արոմատիկ տարբերություններ ամեն դեպքում նկատելի էին Վայոց ձորի եւ Արմավիրի ճիլարի միջև կարմիրներին անդրադառնալով տես միկրովինիֆիկացիան ինչով է հետաքրքիր, որ դու սկսում ես ինչ որ բան, հա, մտքումդ ունես, ուզում ես այդ տեխնոլոգիայով խմորես, ստանաս ինչ որ բան, հետո արդյունքը սկսում է քեզ թելադրել, թե հաջորդ տարի դու ինչ նաև փորձես։ Հիմա օրինակ եթե անդրադառնանք կարմիր սորտերից կարճ մատին, ես իրեն կլասիկ կարմիրի եղանակով խմորել էի եւ ստացվել էր 23 թվականին ստացվել էր շատ այդպիսի նուրբ թույլ էքստրակցիայով շատ տենց թույլ գունանյութերով, այսինքն քիչ ներկված, շատ թեթև կարմիր գինի, ցածր ալկոհոլով, բարձր թթվայնությամբ, այսպես շատ թեթև կարմիր էր ստացվել, որը եւս ոչ է, բայց դա ինձ հուշեց, որ միգուցե այս սորտը լավ պոտենցիալ ունի ռոզե գինիների ստացման համար, ու կարելի է հաջորդ տարիներին արդեն նաեւ ռոզեի տեխնոլոգիա կիրառել, հասկանալ պոտենցիալը, այսինքն անընդհատ պետք է տարբեր բաներ փորձենք, որ հասկանանք կոնկրետ սորտը, որ ոճի մեջ իրան մաքսիմալ կարող է դրսևորել։ Ի հակադրություն դրան, հենց այդ անանուն սորտը, որը փորձել էի, դե խաղողը ինքը հենց հուշում էր, թե իրանից ինչ կարելի է ստանալ ու հենց փոքր հատիկներով, հասմաշտով ենթադրում եմ, մարմնեղ կարմիր գինի ստացել։ Շատ ճիշտ ես, միանգամայն ճիշտ ես, ուրեմն երբ որ ես խաղողը համտեսեցի, նախ եւ առաջ այո, ողկույզները փոքրիկ են եւ ցանցառ, այդ ցանցառ ողկույզը խաղողին հնարավորություն է տալիս դիմակայելու սնկային հիվանդություններին, որովհետեւ օդափոխությունը լավ իրականանում է, այսինքն այդ խոնավ, նույնիսկ ամենախոնավ եղանակի դեպքում ավելորդ խոնավություն այնտեղ չի կուտակվում եւ մաշկը բավականին հաստ, այսպես կոնցենտրացված, հատիկները փոքր, ինչքան հատիկը փոքր, այնքան հյութի եւ մաշկի, հա, շփումը ավելի մեծ է լինում եւ թրմեցման ժամանակ մաքսիմալ էքստրակցիա է ունենում եւ ինչն էր շատ հետաքրքիր, բացի նրանից, որ լավ շաքարայնություն ուներ, լավ թթվայնություն ուներ, նաև մաշկը, երբ որ ծամում էր, ինչ որ ցած հետաքրքիր համեմունքներ ուներ, մասնավորապես պղպեղ, ցած մի քիչ կծվություն նույնիսկ ուներ։ Հենց խաղողը, այո, հենց խաղողը, եւ դա էլ հենց փոխանցվել էր նաև գինուն, բայց գինու մեջ նաև մի քիչ տենց
հատապտուղների կոնֆիտյուրային, ասենց մի քիչ ջեմային այդպիսի բույրեր էլ կային, բավականին տենց կոնցենտրացված եւ խիտ, հա, Հիմա դու նկարագրում ես իմ ամենասիրելի գինիների ոճը։ Ոճը, հա։ Ես արդեն Դիտարկի։ Հենց շատ լավ թեմայի եկանք, որ տես այս միկրովինիֆիկացիաների արդյունքում կարելի է առաջարկել, ու ես հենց այդ դեգուստացիային ինչի էի հրավիրել նաև գինեգործների, որպեսզի համտեսեն եւ եթե ինչ-որ բան կհետաքրքրի, հիմա համ արտադրողների արժեվ է այդ խնդիրը, թե ուրիշ ինչ տարբեր բան անենք, հա, որովհետեւ գինեգործությունը գինու բիզնեսը երկարաժամկետ խաղ է ու այդ խաղի մեջ երկար մնալու համար դու պետքա կարողանաս միշտ ինչ-որ նոր հետաքրքրություն, նոր պրոդուկտ, նոր արժեք ստեղծես ու տաս շուկային։ Եվ մյուս կողմից խաղաղագործության տեսակետից, որ այդ սորտերը ոչնչացման եզրին են եւ իրանց պետքա կիրառել։ Հիմա եթե բացի ինձնից կան նաև խաղաղագործության, գինեգործության հիմնադրամի աշխատակիցներ, այլ գիտնականներ, ագրարային համալսարանի, հա, ասպիրանտներ, ովքեր նույն հետազոտությունն են անում այլ սորտերի հետ կապված եւ եթե գինեգործները եւս մասնակցեն, հա, այդ սորտերի բացահայտմանը, յուրաքանչյուրս մեր համար միգուցե ինչ որ մի հետաքրքիր բան կգտնի եւ կսկսենք բազմացնել այդ սորտերը։ Ես ամեն հաղորդման ժամանակ կարիթը բաց եմ թողնում դիմել մեր գինեգործներին, որ եթե ամեն գինեգործ կամ գինեգործարան իր պարտքը համարի գոնե 1-2 սորտի հետ աշխատի մի քանի տարի նոր սորտերի մասին է խոսքը, էքսպերիմենտալ միկրովինիֆիկացիան ու այդ փորձով կիսվի մյուսների հետ։ Մեկը ես որպես գինեգործ նախատեսում եմ նույնիսկ արտադրության տարածքում հիմնել էնդեմիկ սորտերի կոլեկցիոն այգի մի քանի տեսակի մասին է խոսքը եւ ամեն տարի կատարել փորձ ու այդ փորձը հանրայնացնել։ Հիմա պատկերացնենք 100 քանի գինի արտադրող կա, այդ 100 քանի գինի արտադրողը ամեն մեկը ամեն տարի կամ ընտրի մի սորտ ու ամեն տարի այդ սորտի հետ աշխատի ու այդ ինֆորմացիայով կիսվի։ Ոնց որ դու ես արել, կարծում եմ մոտ 20-30 տարի հետո Հայաստանում գինեգործությունը ու խաղաղագործությունը կլինել ավելի զարգացած, կունենանք նոր սորտեր, նոր տեսակի գինիներ ու դրա համար շատ գնահատելի է քո արած աշխատանքը ու գիտեմ նաև որ հիմնել ես շատ փոքրիկ արտադրություն միկրոգործարան միկրովինիֆիկացիա անունը դել ես տարերք հիմա արդեն պարզ է ինչի համար ես անունը դրել տարերք ինչի համար ես դրել տարերք դու ասա ես արդեն այս ամենից հետո պատկերացնում եմ ու հանգել եմ դրան թե ինչի համար ես ընտրել տարերք այո որտեղ դու ես այդ տարերքի մեջ չէ ցանկացած մարդ եթե զբաղվում է մի գործով պետքա տարերքով զբաղվի որ արդյունք ստանա այո նաև կուզեմ հենց քո տարերքի մասին մի երկու բառ պատմես ինչի համար ես այդ սորտը ընտրել ու ապագան ոնց ես տեսնում հիմա հարց կառաջանա այսքան հա կենսաբազմազանությունից խոսեց իսկ ինչի է իր կոմերցիոն արտադրանքի համար ընտրել բոլորին քաջա ծանոթ հա լայն շրջանակներին ծանոթ արենի սորտը արենի կամ սև արենի հա գիտական անվանումը սև արենի այո աշխատել եմ արենի սորտի հետ որովհետև մի քիչ սուբյեկտիվ կարող է հնչել, բայց դա իմ ամենասիրելի հայկական տեղացիներից է, սևապտուղներից։ Եվ ինձ հետաքրքիր էր իր հետ աշխատել, տես տարիներ առաջ ես փորձ ունեցել եմ, աշխատում էի փոքրիկ գինեգործական պրոյեկտում, հայ-իտալական պրոյեկտ էր, որտեղ արտադրում էինք միայն արենի, բայց տարբեր եղանակներով, հա, մի մասը կարասներում, մի մասը բետոնի պահամաններում եւ մի մասը հայկական տակառի մեջ հնեցմամբ եւ հետաքրքիր էր, որ բոլորովին տարբեր բաներ էին ստացվում, հա, արդյունքում ունենում էիր 3 տարբեր արտահայտություն արենի։ Ու արենին այն սորտն է, որի հետ կարելի է լիքը
տարբեր բաներ փորձարկել, սկսած սպիտակ գինու արտադրությունից, հա, եթե խոսենք blanc de noir, այսինքն սևից սպիտակ, գիտենք, հա, որ սևապտուղ սորտերի մեջ մեծամասնության մեջ հյութը եւ պտղամիսը սպիտակ են, Մաշկ է կարմերը։ մաշկը սև է, այո, եւ հյութը սպիտակ, եւ եթե ուղիղ մամլման եղանակով հյութը առանձնացնենք առանց մաշկի հետ շփումի, կստացվի սպիտակ գինի եւ արենից կարելի է ստանալ հրաշալի blanc de noir, որովհետեւ այդ իր թեթևությունը, իր այդ էլեգանտությունը, բարձր թթվայնությունը թույլ է տալիս իրենից ստանալ շատ հետաքրքիր նաև ռոզեներ, շատ արոմատիկ եւ այդպես էլի երկար թթվայնությամբ ու Ետնահամով հաճելի։ այո, երկար հետհամով, ինչպես նաև կարմիր գինիների տարբեր, հա, մի ամբողջ sense range, այսպես ասած, սկսած ամենաթեթև կարմիր գինիներից մինչև ռեզերվային, հա, այդպես հնացված քո սիրած ոճը, որ ասում ես, չնայած այդ աստիճան, հա, Չես կարող ստանալ, բայց այո, այսինքն արենի պալիտրան բավականին մեծ է։ Դրա համար ես որոշեցի իմ առաջին գինին ստեղծել հենց արենի սորտից, համագործակցում եմ Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի ֆերմերների հետ, քանի որ չունեմ սեփական այգիները, եւ առաջին տարեթիվը 2023-ն էր, որ սկսեցի սեփական արտադրությունը, եւ էլի կարելի է համարել միկրոգինեգործություն, որովհետեւ ընդամենը 2 տակառ գինի ստացա։ Այդ 2 տակառից արդեն նոյեմբերին շշալցրել եմ 500 շիշ, հա, գինի ունեմ, որը հիմա մի փոքր տենց թղթաբանական, տեխնիկական, հա, ակցիզներ, պիտակներ եւ այլն, այս հարցերը լուծելուց հետո մոտավորապես մարտի կես, մարտի վերջ արդեն շուկայում կլինի տարերքը։ Ինչի տարերք։ Քանի որ նախ եւ առաջ այս մեկ շշում, գինու շշում մենք ունենք բնության բոլոր տարերքները զետեղված, հա, այսինքն հողը, ջուրը, լույսը, ջերմությունը, օդը, այդ ամեն ինչը ազդում են խաղողի որակի վրա, հետեւաբար նաև ուղիղ կապ ունեն գինու հետ։ Եվ գինին ինքն էլ կարծես բնության տարերքներից մեկը լինի, հենց ինքը, որովհետև ինքը նույնիսկ շշալցնելուց հետո ինքը ապրում է իր կյանքով, ինքը մահացած պրոդուկտ չի, հա, ինքը կոնստանտ անընդհատ էվոլյուցիա է ապրում։ Եվ մյուս պատճառն էլ, եթե տարերք բառի մյուս, հա, նշանակությունը վերցնենք որպես passion, որպես գիրք, հա, ինչպես նշեցիր, որ այդ տարերքը ասենց մեզ վերցնում, տանում է, դա եւս, որովհետեւ այո, գինին տարերք է ու 2016 թվականից դարձել է իմ տարերքը։ Այդ ժամանակ էր, երբ ես իմ առաջին պրակտիկ փորձ ունեցա գինեգործության մեջ եւ հասկացա, որ իրոք իսկապես սիրում եմ արտադրությունը ու ուզում եմ արտադրության մեջ լինել։ Այդպես։ Շատ լավ, կարծում կարելի է թեման ամփոփել, ինչ խորհուրդ կտաս, ինչ կմաղթես ոլորտին, գինեգործներին եւ հատկապես խաղաղագործներին, որովհետեւ իրանցից շատ բան է կախված, գինեգործությունը կզարգանա թե չէ։ Այո, շատ բան է կախված մեր ֆերմերներից։ Դες ես համարում եմ, որ լավ խաղող միշտ էլ կարելի է գտնել, եթե ճիշտ մոտեցում գտնել ֆերմերների հետ ճիշտ աշխատանք տարվի, հա, իհարկե ունենք մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ, որոնք ունեն իրենց սեփական այգիները եւ դա շատ լավ այն առումով, որ գինեգործը կարող է վերահսկել լիովին, այսինքն վերահսկողությունը գինեգործի եւ ընկերության խաղողագործի ձեռքերում է, թե ինչպիսի որակ ստանալ, բայց նաեւ կան շատ խաղողագործներ, հա, գյուղացիներ, ովքեր հսկայական պոտենցիալ ունեն շատ լավ բերք ստանալու եւ իրենց հետ այս ճիշտ աշխատանքը տանել, բացատրել իրենց, թե ինչ որակն է, որ որակն է, որ համապատասխան
պատկանում է գինեգործության համար եւ ֆերմերների հետ ճիշտ աշխատանք տանել շատ կարևոր է։ Ես ինքս իմ փորձից ելնելով ասեմ, որ երբ որ ես գնում եմ խաղաղագործների հետ շփվում եմ, հա, գյուղացիների հետ, մի մասը նախ եւ առաջ sense ինչ որ սկեպտիկ են մոտենում, որովհետեւ դե սկսնակ արտադրող եմ, իրանք գիտեն բոլոր մեծ հայտնի ընկերությունների տերերին, գինեգործներին եւ բոլորին անուններով գիտեն, ոչ մի գաղտնիք իրանցից չի։ Ռիսկով են ավելի մոտենում, քան թե նոր։ Այո, իսկ նոր մարդ մի փոքր sense վստահության խնդիր է լինում կին Երևանից մի փոքր ինչ որ sense կասկածամտորեն են վերաբերվում եւ շփման ընթացքում արդեն հասկանում ես թե որ ֆերմերի հետ կարելի է աշխատել, այսինքն որն է ավելի որ կընդունի քո խորհուրդները, կաշխատի կհամագործակցի քեզ հետ եւ ով է որ միևնույնն է ինչպես տեսել է իր պապիկից որ պետքա ասած մեծ ողկույզներով շատ մաքսիմալ քանակի բերք ստանալ եւ դա է միակ որակի ցուցանիշը, այդպես էլ կմնա այդ չի աշխատի երբեք այդ համագործակցությունը։ Կարծրատիպերն է մնացել։ Այո, խաղաղագործների մասով եթե խորհուրդ ես հարցնում, ուղղակի ոչ թե խորհուրդ, այլ ուղղակի կհորդորեմ, որպեսզի մասնավոր սեկտորի ներկայացուցիչները, ովքեր ունեն իրենց սեփական այգիները, բացահայտեն մեր տեղացիների պոտենցիալը, փորձարկեն, փորձեր դնեն եւ հետագայում արդեն բազմացնեն իրենց սեփական այգիներում, հա, ունենան բազմազանություն եւ գինեգործներին եւս չնայած ավելորդ ասել է, որովհետեւ ես չեմ հավատում, որ կա որևէ գինեգործ կամ գինեգործարան, որ մառանի են անկյունում ինչ որ sense գողտրիկ հատվածում ինչ որ մի էքսպերիմենտ չի անում, անհնար է դա։ Հա, ես չեմ հավատում։ Լրիվ համաձայն եմ քո հետ։ Նույնիսկ հենց տնայնագործներն են այդ էքսպերիմենտները սիրում անել, ու մնաց բիզնես դիտարկողներ, որպես բիզնես է մոտենում այդ հարցը։ Այո։ Շուկան էլ որ զննում ես, տեսնում ես, որ այդ ամբողջ բոլոր հիմա օրինակ եթե տրենդերը վերցնենք, հիմա ինչա կատարվում շուկայում, այդ բոլոր amber կամ orange գինիները, այդ պետնատները, հա, բոլորը ինչ որ փորձարկման արդյունք է, այսինքն գինեգործը փոքր քանակի փորձարկել է այս սորտի հետ, այսինչ տեխնոլոգիան, հա, կիրառել, ստացել է հետաքրքիր բան, հետո արդեն ներառել է իր կոմերցիոն ցանկում գինիների։ Դե այդ ձևերը զարգանում է ցանկացած բիզնես։ Նոր այգի հիմնելուց կարելի է օրինակ մի քանի հեկտարի մեջ 1000 մետրը կամ 500 մետրը դնել ինչ-որ էնդեմիկ սորտ, ինչ-որ նոր սորտ ու այդ նույն փորձերը անել, ինչի՞ չէ, վաղը այսօր կարող է այնքան լավ բան ստացվի, որ այդ մի 1000 մետրը կամ 500 մետրը դառնա մի հեկտար, 10 հեկտար ու դառնա կոմերցիոն սորտ, որ աշխարհը չխոսի մենակ մեր արենի, ոսկե հատի եւ մի քանի սորտի մասին, այլ նաեւ շրջանառվեն նոր անուններ։ Կարող ենք ունենալ, ոնց ասեմ, այդ flagship, հա, ասված, այսինքն հիմա որ նայում ես ամեն երկիր ունի իր ամենա այդպես ձեռագիր կամ ինչպես ասենք ամենակարևոր, հա, սորտերը, կարող է լինել որպես iconic, որպես այդպիսի Մեկ մյուսին չի խանգարում ամեն դեպքում։ Նույն արենին, հա, դրանով ճանաչելի դառնա եւ հետո կամած արդեն մնացած սորտերի համար ճանապարհ հարթի։ Հիմա այդքան էնդեմիկներ այդ փորձերը անում, բայց աշխատում ես արենի հետ, որտեղ վերջը ինքը բիզնես է, նրանք դեռ պետքա իրանց պոտենցիալը ապացուցեն մի տարի, 2 տարի շատ քիչ է։ Մի տարի, 2 տարին բացարձակ հացուցանիշ։ Ռուսեն ասած ստավկա անես կամ ներդրում անես։ Ժամանակի ընթացքում կարող 5 տարի հետո դու որոշում ես, որ այս սորտը շատ տանուկ այդ կարճմատ չէ, ասեցիր օրինակ։ Հա, այո։ Այնպես որ ամեն ինչ արժևում է, ես վստահ եմ, որ 20-30 տարի հետո հայկական գինեգործությունը կլինի լրիվ նորմալ քարտակի վրա ու նոր սորտեր կներառվեն մեր ոնց ասեմ, մեր գունապնակի վրա։ Ես էլ լիահույս եմ ու վստահ եմ
ու որ նայում ես հենց այդ տենդենսով էլ շարժվում է։ Դե քեզ շնորհակալություն, Ես եմ շատ մեծ շնորհակալ։ գործ ես անում, հուսամ վարակիչ կլինի շատ գինեգործների համար ու նաև տնօրինագործների հաստատ այդ տեսակները իրենց այգիներից էլ ավերծվել, դու այդ փորձը անեն, եթե հնարավորություն ունեն ինչ-որ հարթակով էլ կիսվեն, նույն գինեգործները հաստատ իրար հետ հանդիպում ենք, չէ՞, փոքր խմբերով, մեծ խմբերով այդ փորձի փոխանակումը անում ենք, որը շատ կարևոր է ու մեր ոլորտի ամենալավ լուսավոր կետերից մեկը է դա, որ իրար այդքան որպես մրցակից չենք նայում, այլ աշխատում են գինեգործության համար հայկական, ոչ թե զուտ գումար աշխատելու։ Հետո ինձ դուր է գալիս նաև այն, որ իրար հետ աշխատում ենք այդ տարբեր, հա, համտեսների ժամանակ հանդիպում ենք, չգիտեմ, միջոցառումներին, փառատոներին հանդիպում ենք, միշտ գինեգործները իրար հետ, օրինակ, չգիտեմ, ես ստացել եմ ինչ-որ նոր բան, ես միշտ կտանեմ, կներկայացնեմ, կանչում ես արեմ այդ փորձի կամ մի հատ փորձեք, հենց այդ է, այսինքն այդ ինչ-որ sense կաղապարային տենց ինչ-որ մտածելակերպ չկա, հա, որ ես ստացել եմ, ես sense թաքուն պահեմ կամ չգիտեմ, ինձ պետք չի ոչ մեկի կարծիքը, չէ, պետք է ու գինեգործները իրար օգնում են, բոլորովին վերջերս ես ներկայացրեցի իմ կինին, չնայած դեռ շուկայում չկա, բայց կույր համտեսի ներկայացրեցի, որտեղ ոլորտի առաջատար մասնագետներն էին, գինեգործներն էին եւ կույր համտեսի ժամանակ բավականին լավ արձագանք ստացավ գինիս եւ դա շատ մոտիվացնող բան է իսկապես։ Լիովին համաձայն եմ քո հետ։ Դե, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Այո, անպայման։ Ես անապեր սպասում եմ 25 թվի էքսպերիմենտների եւ 24-ի արդյունքներին։ Գիտես, բայց հավելեմ, որ նաև մտածում եմ, տես 2 տարի շարունակ նույն այգուց եմ, հա, հավաքել, որովհետև ինչի որոշեցի հենց կոլեկցիայից վերցնել, որովհետև անձնագրավորված այդ true to type ասված, հա, որ իրական հենց այդ սորտն է, դրա համար որոշեցի այնտեղից հենց բերքը վերցնել, բայց ինձ նաև հետաքրքիր է հենց տվյալ սորտի բնական աճման գոտիներից եւս վերցնել խաղողը եւ դա էլ վինիֆիկացնել եւ տեսնել համեմատական։ Այո, այո։ Եվ դա երկարաժամկետ, երկար տարիների փորձ է, այսինքն 1-2 անգամ ինչ որ բան ստանալով, հաշվի առնելով նաև հսկայական ներգործությունը եղանակային փոփոխությունների, չես կարող ունենալ ինչ որ հստակ, հա, դատա։ Այս դեպքում չեմ ասի քեզ հաջողություն, կասեմ մեզ հաջողություն, մեզ գինեգործների եւ ազգին։ Դե ապրես, քո արած աշխատանքի համար սպասում ենք նորությունների։ Շնորհակալ եմ, Սոս։